Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մենք ճանապարհորդելու ենք Հայաստանի ամենաբարձր մարզում, ամրոցների մարզում, Արագահոս գետերի մարզում, ինչպես նաև աստղերին ամենամոտ մարզում։ Արագածոտնի մարզը սահմանակից է հյուսիսում Շիրակի մարզին, Լոռու մարզին, արևելքում Կոտայքի մարզին, հարավ-արևելքում Երևանին, իսկ հարավում Արմավիրի մարզին։ Պետական սահմանով Ախուրյան կետով բաժանվում է Թուրքիայի Հանրապետությունից։ Մարզի տարածքը 2756 կմ²-ի է։ Բնակչությունը 132.9 հազար մարդ։ Մարզկենտրոնը Աշտարակն է։ Քաղաքներն են Ապարանը և Թալինը։ Մարզով է անցնում Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ, ինչպես նաև Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի ճանապարհները։ Մարզի ռելիեֆը բավականին բազմազան է, կան ինչպես բարձրաբես լեռներ, այնպես էլ հարթավայրեր։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է 4090 մետր բարձրությամբ։ Այստեղ են գտնվում Արայի լեռ և Արտենի գագաթները։ Դաշտերից են Թալինի, Կարմրաշենի, Շամիրամի և Ապարանի դաշտերը։ Այժմ ձեր էկրաններին տեսնում եք Արագած լեռը, որի բարձրությունը 4090 մետր է, ի դեպ հենց 4090 մետրը հյուսիսային գագաթն է։ Հիմա տեսնում եք Արայի լեռը, իսկ սա Արտենի լեռն է։ Մարզում շատ են Արագահոս գետերը, որոնց հիմնական մասը սկիզբ է առնում Արագածից։ Խոշոր գետերն են Քասախը, Գեղարոտը, Ամբերտը, Արքաշենը։ Լճերից հայտնի են Քարի, Լեսինգ, Ամբերտի, իսկ ջրվեժներից Գեղարոտի և Քասախի ջրվեժները։ Քասախի ջրվեժը Հայաստանում ամենաբարձր ջրվեժն է։ Մարզը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես հրաբխային ծագման։ Դրանցից են տուֆ, պեռլիտ, պեմզա, ինչպես նաև շատ են տարածված խմելու և հանքային ջրերը։ Արագածոտնի մարզի կլիման խիստ բազմազան է, շնորհիվ բացարձակ բարձրությունների մեծ տարբերության։ Տարածված են լանդշաֆտներից չոր լեռնատափաստանային, լեռնատափաստանային, մերձալպյան և ալպյան գոտիները։ Սիրելի աշակերտներ, եթե պլանավորում եք ճանապարհորդել Արագածոտնի մարզով, ապա խորհուրդ կտամ այցելել հետևյալ վայրերը։ Մարզկենտրոն Աշտարակը հարուստ է պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններով, եկեղեցիներով, կամուրջներով։ Այժմ էկրանին տեսնում եք Սուրբ Կարմրավոր եկեղեցին։ Սա Եղիպատրուշի եկեղեցին է։ Ձեր էկրաններին այժմ տեսնում եք Հովաննավանքը, որը գտնվում է Քասախ գետի ափին։ Աղցքում գտնվում է Արշակունիների դամբարանը։ Արագածի լանջերին գտնվում է Թեղերի վանքը։ Քասախ գետի վրա կառուցված է միջնադարյան կամուրջ, որը գտնվում է Օշականի ճանապարհին, իսկ Օշականում գտնվում է Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ Ապարանում դուք կարող եք տեսնել Հայոց Այբուբենին նվիրված հուշարձանախումբը։ Մաստարա գյուղում գտնվում է Համանուն եկեղեցին, որը միջնադարում է կառուցվել։ Արագածոտնը հարուստ է նաև ամրոցներով, ապարանքներով և բերդերով։ Այժմ էկրաններին տեսնում եք Դաշտաթեմի ամրոցը։ Գեղեցիկ է նաև Ուշիի վանքը։ Վստահ եմ, որ շատերդ եք եղել Ամբերտում։ Էկրաններին հիմա դուք տեսնում եք Ամբերտի ամրոցը։ Մեր էքսկուրսիան կավարտենք Սաղմոսավանքով։ Սիրելի աշակերտ, վստահ եմ, դուք այցելես այս վայրերը։ Պետք է ճանաչենք և սիրենք մեր հայրենիքը։ Այն թանգարան է բաց երկնքի տակ, և միշտ հիանանք այդ թանգարանով ու մաքուր պահենք մեր երկիրը։ Շնորհակալություն։